Ինչ կապ ունի Նիկոլ Փաշինյանի ամեն առավոտյա այդ սրտիկները Թուրքիայի հետ։ Ինչպեսի ծագում ունի այդ սիմվոլիկան, սրտի սիմվոլիկան, եւ ինչ ընդհանրապես Նիկոլ Փաշինյանը մեզ ուզում հասկացնել, այսինչ մի քաղաքական արշավ է սկսել։ Երևի թե շատերը տեսել եք լրահոսի ամենակարևոր իրադարձությունները թողած այդ տեսանյութերն են ամեն օր տարածվում, շատերը ծաղրում են, շատերի համար դա դարձել է մեմ, բայց ամեն անգամ դա տեսնելով ես փորձում էի մտաբերել, թե որտեղ եմ դա տեսել։ Եվ պարզվեց, հիշեցի վերջապես, որ դա տեսել եմ Թուրքիայում նախընտրական պայքարի ժամանակ հեռուստատեսությամբ, որտեղ Էրդողանի հիմնական մրցակից Քեմալ Աթաթուրքի, Թուրքիայի հոր, թուրքերի հոր կուսակցության լիդեր, Քեմալ, հենց նրա անունը Քեմալն է, Քլիչդարօղլու նախընտրական պայքարի սիմվոլն էր այս սրտիկը ցույց տալու համար Էրդողանը նույնիսկ ձերբակալում էր այդ քեմալիստների անդամներին, նրանց համակիրներին։ Սա նրանց լոգոն էր եւ տարօրինակ հանգամանքների բերումով համընկնում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ, թուրքերի հետ հարաբերություններ կարգավորելու։ Իհարկե դա կարող է լինել պատահականություն, բայց նաեւ պատահականություն էր, օրինակ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության լոգոն նմանեցնում էին թուրքական ինչ-որ մի լոգոյի հետ, կարող եք հիմա էլ դա տեսնել, դա նույնպես իհարկե պատահականություն էր։ Եվ շատ հաճախ են նման պատահականություններ լինում, բայց սիմվոլիզմը շատ յուրահատուկ բան է։ Իսկ սրտիկի սիմվոլը որտեղից է առաջացել, որպեսզի այդ հարցը մենք փակենք, դա ինձ թվում է տեղեկատվության առումով հետաքրքիր է, ուրեմն սրտիկի սիմվոլը կապում են ըստ տարբեր դիցաբանական տեղեկությունների, դեռևս հին Հռոմից է գալիս։ Աֆրոդիտեին երկրպագող ինչ-որ սիլֆիում անունը կրող բույսից, որի նրա տերևները թե շատերը նմանեցնում են նույնիսկ պտղի հետ, որը այս տեսքն ունի, բայց ավելի շատ տարածված է այն տեսակետը, որ տերևներից է ծագել այդ սիմվոլիկան, դրանով պատրաստում էին թուրմ, Աֆրոդիզիում է կարծեմ դա կոչվում, որը խրախուսում էր սեռական ցանկությունը եւ ընդհանրապես Աֆրոդիտեի պաշտամունքի հետ էր կապված, սիրո հետ, կրքի հետ էր այդ ամեն ինչը կապված։ Իհարկե հետագայում դա վերափոխվել է, նույնիսկ քրիստոնեության մեջ օգտագործվել սրտի սիմվոլիկան, բայց ծագումը դա է։ Այդպես է այն ընկալվել հին ժամանակներում որպես սիրո եւ կրքի, այսպես ասած, պաշտամունքի առարկա միջոց։ Եվ այդ տեղաբույսի տերևների կամ պտուղի ծաղկի նմանությամբ այդ սիմվոլիկան նույնիսկ արտատպվել է մետաղադրամների վրա կամ համապատասխան արտեֆակտների վրա եւ պահպանվել եւ հասել մինչեւ մեր օրերը։ Բայց սա ամենաանհաջող տարբերակն է, որ կարելի է ցույց տալ իրականում, կա այս տարբերակը, որը սրտին ավելի մոտ է եւ ամենատարածվածը դա է իրականում փոփ ինդուստրիայում։ Նիկոլ Փաշինյանը հավանաբար փորձում է սեփական, քանի որ նաեւ կրոնական զգացմունքներ իր ընտրողների մեջ արտնասնելու համար կպնել թե քրիստոնեական սրտի սիմվոլիկային, թե նաև փոփ ինդուստրիայի սրտի սիմվոլիկային իր յուրահատուկ ձևով սա անել, որ մի խոսքով Նիկոլ Փաշինյանը ինչպես միշտ առանձնանում է իր իմպրովիզացիաներով, բայց այսպիսի տարօրինակ նմանություններ եւ եթե հաշվի առնենք, որ կա սիմվոլիկայի նախախնամություն, դժվար է ասել, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը կկրկնի Թուրքիայի անդիմադիր լիդերի այդ սիմվոլիկայի արդյունքը, պարտությունը, որովհետև ամեն դեպքում նախախնամություն իր դերը խաղում է, այդ ուժը քեմալիստները, որոնք այս ժամանակակից Թուրքիայի հիմնադիրներն են եւ Թուրքիայի հայր Քեմալ Աթաթուրքի հետևորդներն են։ Ամեն դեպքում կա այս նախադեպը, սա մի քանի տարի առաջ է Թուրքիայում եղել եւ Նիկոլ Փաշինյանը այս դեպքում կամ գիտակցված կամ անգիտակից, չգիտեմ, կրկնօրինակում է այդ դառնում է այդ թրենդի մի մասը, որը Թուրքիայում է սկսվել եւ գուցե ազնիվ լինի թուրքական ինչ-որ մուղամի օրինակ տակ այդ ժեստը փոխանցել թուրք հարևաններին, հատկապես որ ամեն ջանք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գործադրում է թուրք հարևանների հետ ջերմ հարաբերություններ հաստատելու համար։ Սպասենք տեսնենք այս թրենդը ուր կհասնի, հույս ունենանք սրտիկը ի վերջո կգտնի իր իսկական նշանակությունը եւ ոչ թե ժեստերով մարդիկ իրենց սիրո եւ նվիրվածության զգացումները կարտահայտեն, այլ իրական գործերով։